Հաղորդման գործընկերն է Status ինտելեկտուալ ակումբը։ 21-րդ դարում մարդկության եւ առողջապահական ոլորտի լրջագույն խնդիրներից է դարձել մարմնի ավելորդ քաշը եւ ճարպակալումը, որի թվերը տարեստարի գնալով ավելանում է։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 2022 թվականի տվյալների, երկրագնդի բնակչության ավելի քան 2.5 միլիարդ մարդ տառապում է այս խնդրով։ Բարև ձեզ։ Ես բժիշկ սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն եմ։ Եթերում կոնտակտ հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսելու ենք թեմաներից, որոնք մարդիկ կամ ամաչում են բարձրաձայնել, կամ չգիտեն ում դիմել։ Այսօրվա իմ հյուրն է էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանը։ Ողջույն դոկտոր ջան։ Ողջույն Լուսինե ջան, շատ ուրախ եմ գտնվել այստեղ ու հուսով եմ շատ հետաքրքիր թեմաներ ենք այսօր քննարկելու։ Իհարկանում քննարկելու ենք շատ կարևոր մի թեմա, որը նաև Հայաստանին է սպառնում, այսպես ասենք, մարմնի ավելորդ քաշը եւ ճարպակալումը ու գնալով թվերը ավելանում են նույնիսկ Հայաստանում եւ ստատիստիկ տվյալների մոտավորապես 47.8% մարդ Հայաստանի բնակչության տառապում է ճարպակալման խնդրով։ Կխնդրեի անդրադառնանք նախ մանկական հասակից, ինչպես գիտենք դուք մանկական էնդոկրինոլոգ եք նաև։ Կխնդրեմ անդրադառնանք ինչով է պայմանավորված, որ երեխաների մոտ ճարպակալման թիվը եւս ավելացել է։ Իրոք ամբողջ աշխարհում ճարպակալման ցուցանիշները գնալով անընդհատ բարձրանում են երկրաչափական ու շատ արագ պրոգրեսիայով։ Իհարկե Հայաստանը հետ չէր կարող մնալ այդ տենդենսից, որովհետև այն բոլոր պատճառները, որ աշխարհում ունենք, նաև կա Հայաստանում։ Այդ պատճառները իրականում ապրելակերպի փոփոխություններն են դեպի նստակյաց կյանք, դեպի անառողջ անորակ սնունդ, դեպի ֆիզիկական ակտիվություն, այո, քիչ ֆիզիկական ակտիվություն, որը որ հենց բերում է ճարպակալմանը մանկական տարիքից սկսած։ Ես մի հարց եմ ուզում տալ, իսկ ներարգանդային զարգացումը ինչ-որ չափով նպաստում է հետագայում պտղի մոտ ճարպակալման խնդրի առաջացմանը։ Ապացուցված է, որ այն ծնողները, այն մայրիկները, ովքեր հղիության ժամանակ ունեցել են օրինակ գեստացիոն շաքարային դիաբետ կամ շաքարային դիաբետ կամ ճարպակալման հետևանքով առաջացած որոշակի բարդություններ, այդ երեխաների մոտ կյանքի հետագա ընթացքի ժամանակ այո կարող է լինի հավելյալ քաշ ու ճարպակալում։ Այսինքն այո, ասենց եթե մտածենք, հենց ներարգանդային կյանքից կսկսի այդ ճարպակալման, մետաբոլիզմի, այսինքն նյութափոխանակության խանգարումների ճանապարհը, այո, բայց մի այսպիսի նյուանս կա, որ ես կուզենամ քննարկենք, որ շատ դեպքերում աշխատելով ընտանիքների հետ, աշխատելով երեխաների հետ, մենք տեսնում ենք, որ ասում են, հա, դե սա ժառանգական է, ծնողների երկուսն էլ ունեն ճարպակալում, մեր մոտ բոլորն էլ ունեն հավելյալ քաշ, հա, խոշոր ոսկր ենք, ծանր ոսկոր ենք։ Կուզենայի շեշտել, որ երբ որ երեխան ունի ժառանգական ավելի շատ նախադրամադրվածություն, այդ դեպքերը առավել ու շատ պետք է լինեն, այսինքն հենց այդ երեխեքը ավելի հակված են այդ քաշը անընդհատ ավելացնելու։ Այսինքն ժառանգական նախադրամադրվածությունը ոչ թե փափուկ բարձ է, որ ասենք դե լավ, դե բոլորը այսպես են երեխաները պիտի տենց լիներ, այլ հակառակը պետք է ավելի զգոն լինենք։ Ու ինչպես ճարպակալումը, այնպես էլ մնացած բոլոր հիվանդությունները։ Եթե ընտանիքում կա տվյալ հիվանդությունը, ուրեմն մենք պիտի առավել ուշադիր լինենք հենց այդ հիվանդությունները կանխարգելելու վրա։ Իսկ արդյոք ծնողները դիմում են, երբ որ նկատում են երեխաների մոտ կա ճարպակալման խնդիր։ Վերջին տարիներին դիմելությունը շատ բարձրացել է ու դա նաև շնորհիվ մանկաբույժների, որոնք որ ուշադրություն են դարձնում, այսինքն առաջնային օղակի մանկաբույժը օրինակ կարող է հուշել, ասել այ որոշակի ընթացքում օրինակ տեսնում ենք, որ երեխայի մոտ կտրուկ քաշի աճ ա եղել կամ թեկուզ կտրուկ աճ չի եղել, բայց զգում են, որ չի անցնում առողջ ապրելակերպի, տեսնում են, որ չարաշահում է այդ վատ տեսակի սնունդը։ Ու այո, հիմա ահագին ավելի հետևողական է, շատ լավ։ Մի փոքր անդրադառնանք հիմա արդեն մեծահասակների խնդիրներին, որովհետև մենք ավելի շատ բախվում ենք որպես թերապևտիկ բլոկ մեծահասակների խնդիրներին։ Ինչ ձևով է դրսևորվում ու ինչ անդրադարձ է ունենում առողջության վրա։ Ես որպես սեքսոլոգ կարող եմ ասել, որ ճարպակալումը բավական լուրջ խնդիր է սեռական առողջության համար, բայց ցավոք սրտի մեր ժողովրդի մոտ ասոցիացիա կա, որ ինչքան փորը մեծ է, ինչքան չաղ են լինում, այնքան լավ են ապրում։ Կխնդրեի այս թեմայով մի փոքր անդրադառնալ։ Իրականում այդպիսի մենթալիտետային բաներ շատ ունենք, նույն այդ չաղ ու բախտավոր կամ նույն որ ասում են աման եթե չմաքրես լրիվ եթե չուտես կինդ գեղեցիկ չի լինի կամ ամուսինդ այդ դրանք բոլոր մենթալիտետի ժողովրդական եկած բաներ են որոնք իրականում այո հետագա կյանքում շատ լուրջ վտանգներ են իրանցից ենթադրում
Այստեղ իհարկե մեծահասակների մասին հեսա խոսենք, բայց ելի սկսելու ենք դեռահասության շրջանից։ Դեռահասությունը այն շրջանն է, երբ որ սկսվում է սեռական հասունացումը։ Սեռական հասունացումը տղաների մոտ դա ամորձիների զարգացումն է, տեստոստերոնի ճիշտ արտադրությունն է, գլխավոր սեռական հորմոնի, ինչը պայմանավորվում է սեռական նորմալ հասունացման ընթացքը եւ նաեւ հոգեսեքսուալ զարգացումը։ Այո, ինչպես նաեւ հենց առնանդամի զարգացումը, հենց ամորձիների ճիշտ չափսը, այդ ամեն ինչը կատարվում է դեռահասության ժամանակ։ Եվ իհարկե աղջիկների մոտ եւս զարգանում են արգանդը, ձվարանները ճիշտ ձևով հասունանում են, կրծքագեղձերն են զարգանում, այսինքն դեռահասությունը իրոք sense ամենակարևոր փուլերից է զարգացման։ Ամենաթիրախային։ Ու հենց այդ ժամանակ եթե կա ճարպակալում, բնականաբար ռիսկերը, որ մի բան այն չի գնա ու մի բան կխանգարի, ավելի շատ են։ Ու նաև կան շատ հետազոտություններ, որոնք որ փաստում են, որ դեռահասության շրջանի ճարպակալումը սովորաբար երեխան իր հետ տանում է մեծահասակ կյանք։ Քիչ է լինում։ Իմ պացիենտների մեջ ես ունեմ շատ կամային, շատ խելացի, շատ հասուն երեխաներ, որոնք որ կարողանում են դա հաղթահարել, բայց մեծ մասը լինում է իրոք դա տանում է իր հետ դեպի արդեն մեծահասակ կյանք, որովհետև բավական դժվար է պայքարել ճարպականման դեմ, հատկապես արդեն հասուն տարիքում։ Ու որոշ դեպքերում գալիս են արդեն ձևավորված սովորույթներով նույն ուտելու, խմելու եւ մնացած ամեն ինչի հետ կապված, ու երբ որ ասում ես հրաժարվի, որովհետև դրանից տուժում օրինակ քո սեռական առողջությունը ոնց հրաժարվում 40-50 տարի տենց եմ ապրեմ, ինչ անեմ։ Հա, ճիշտ է։ Նման դեպքերում ինչ եք խորհուրդ տալիս։ Եթե նայենք, որ դեռ փոքր տարիքում, երիտասարդ տարիքում 20-ականների ժամանակ կարող է ճարպակալումը հեչել չդրսևորվի այնքան, որ նեղվի պացիենտը։ Ֆիզիկական առողջություն։ Հա, կարողանա երկար քայլել շուտ չհեվա, թեպետ որ մի քիչ կտարբերվի իր ընկերներից, ովքեր որ չունեն այդ խնդիրը։ Գուցե ֆիզիկական հասարակապակումները հələ այդքան չարտահայտվեն։ Դրա համար պացիենտը դեռ լրջությունը չգնահատի, չհասկանա, լրիվ չպատկերացնի ինչ է սպասվում, բայց որոշ տարիքից սկսած իհարկե տարիքը ինդիվիդուալ է, չենք կարող մեկի մոտ իրոք 25 տարեկանում էլ դրսևորվի ու նաև կախված իհարկե ճարպակալման աստիճանից, որ սկսի դրսևորվել։ Կդրսևորվի զարկերակային գերճնշում, խոլեստերինի շեղումներ, այսինքն անոթային ամբողջ համակարգը կսկսի արդեն ախտահարվել, խոլեստերինային այդ աթերոսկլերոտիկ վահանիկներով եւ այլն, հա, եթե դրան գումարենք օրինակ վատ սովորությունները, ալկոհոլը, ծխախոտը, առհասարակ անոթներին, հա, շատ վատ կլինի։ Ու այսպես բուկետ հավաքած, երբ որ գալիս են սեքսոլոգի մոտ, ասում են, գիտեք, ում էրեկցիայի թուլությունը, ինչ որ դեղ կա, որ կնշանակեք, ու երբ որ հետազոտությունների մեջ ստուգում ենք լիպիդային պրոֆիլը, ամբողջությամբ խախտված, ինչ դեղորայքի մասին է խոսքը, մինչև առաջին հերթին առողջ ապրելակերպի չանցնի։ Բայց մեր ազգի մեջ մենտալիտետում մենք ունենք, որ շատ դժվար են ընդունում, որ պետք է նաև իրանք աշխատեն իրենց վրա, որտեղ միշտ բժշկից պահանջում են դեղորայք։ Այս դեպքերում ո՞նց եք դուք վարվում հիվանդների հետ։ Հրաշք դեղորայք չկա, բայց կարամ ասեմ, որ հիմա ժամանակակից բժշկությունը իրականում ունի թերապևտիկ միջոցներ ճարպակալումը հաղթահարելու։ Միշտ առաջինը դա ապրելակերպի փոփոխություններն են։ Աշխատում ենք, չգիտեմ, սենց այլ տարբերակով, օրինակ կարող է կոնսուլտացիան, չգիտեմ, 30 րոպեի տեղը տևի 40 րոպեից մինչև 1 ժամ կարող է տևի, որպեսզի բացատրենք այդ ապրելակերպի փոփոխությունները։ Կարող է պետք լինի, որ ամեն օր on-line կապի մեջ լինենք, որպեսզի քննարկենք իրար հետ, այ ինչ ոնց պետք է ինչ-որ տարբերակով։ Իհարկե մենք շատ ենք խրախուսում նաև հոգեթերապևտների հետ աշխատանքը, խրախուսում ենք սեքսապաթոլոգի հետ աշխատանք, եթե արդեն այդտեղ ունենք այս հարցը նուտրիցիոլոգների, սննդաբանների, բայց նաև բացի ապրելակերպի փոփոխություններից մենք ունենք նաև արսենալում հենց դեղորայքային թերապիա։ Երբ որ պացիենտը ունի ցուցումներ ու չունի հակացուցումներ, մենք շատ կողմ ենք նշանակել հենց դեղորայքային քաշը իջեցնող թերապիա, որը ապացուցողական բժշկության մաս է կազմում։ Այսինքն դա չի վերաբերվում տարբեր տեսակի մարքեթինգային ինչ-որ թեյերի, ինչ-որ անհայտ ծագման միջոցների, հա, կենսական ակտիվ նյութերի, ինչ-որ տարօրինակ բաների մասին չի խոսքը, այլ ռեալ իրական ապացուցված դեղորայքի։
ու բուժման իհարկե կա նաև ռադիկալ վիրահատական բարիատրիկ վիրահատության մեթոդը, որ եւս Հայաստանում մեծ թափ է առնում, այսինքն պացիենտները տեղյակ են, քննարկում ենք, խոսում ենք, բայց դա էլ իհարկե ունի իր ցուցումները եւ հակացուցումները։ Իհարկե։ Ինձ հետաքրքրում է մի հարց, երբ որ գալիս է օրինակ ճարպակալմամբ պացիենտ, արդյոք դուք հարցնում եք սեռական կյանքի հետ կապված խնդիրներ կան թե ոչ, որովհետեւ շատ բժիշկներ ամաչում են հարցնել։ Մտածում եմ, որ պացիենտը կարող է հիասթափվել կամ չշարունակել բուժումը, բայց ես կարծում եմ, որպես սեքսոլոգ, որ պետք է հարցնեմ, որովհետև մարդու կյանքի որակի վրա ուղիղ անդրադառնում է ու շատ դեպքերում գալիս են արդեն ինքնավստահությունը կորցրած, հոգեեմոցիոնալ ոլորտը բավականին տուժված։ Ես լրիվ համամիտ եմ ձեզ հետ, գուցե ոչ բոլոր պացիենտների հետ է ստացվում այդ անմիջական մթնոլորտը ստեղծել, պացիենտներ կան, որոնք որ ունեն այդ բարիերը, որ իրենք են հենց դժվարանում խոսել, բայց մեծ մասի հետ իհարկե պետքա քննարկենք ինչի։ Օրինակ տիպ 2 շաքարային դիաբետով պացիենտների դեպքում, իսկ տիպ 2 շաքարային դիաբետը համարվում է ճարպակալման ուղիղ հետևանք, պարտավոր ենք հարցնել, որովհետև պացիենտի հենց առաջին գանգատը կարող լինի էրեկտիլ դիսֆունկցիան, որովհետև այդ անոթները, այդ նյարդաթելերը, որ գնում են մեր ծայրամասեր, ամբողջ մարմինը սնուցում են, օրինակ ձեռքեր, ոտքեր, իհարկե նաև սնուցում են սեռական օրգանները, ու հենց իրենց ֆունկցիան շատ կարևոր է մեր ընդհանուր դիաբետի ստատուսը հասկանալու մեջ։ Օրինակ շատ են լինում դեպքեր, երբ նույն պացիենտները ճարպակալմամբ, դիաբետով կամ վահանաձև գեղձի խնդիրներով, տարբեր էնդոկրին խնդիրներով գալիս են սեքսոլոգի մոտ, ասում են, բայց ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Մարդկանց մոտ այն տպավորությունն է, որ սեռական ոլորտը ու կոնքի հատվածը ամբողջությամբ իզոլացված է ամբողջ օրգանիզմից, եւ երբ որ սկսում ենք բացատրել, գիտեք, որ ամբողջ մեկը մյուսի հետ կապված է, մի քիչ դժվար է լինում պատկերացումը, եւ շատ դեպքերում պացիենտի պահանջը լինում է միայն դեղորայքի նշանակումը։ Եվ պետք է անդրադառնանք նաև նրան, որ այս ամենը իհարկե հատկապես երիտասարդ տարիքում ու վերարտադրողականության շրջանում անդրադառնում է պտղաբերության վրա։ Խոսքը տղամարդկանց պարագայում տեստոստերոն անբավարարությամբ եւ կանանց պարագայում գարմոնալի այլ խնդիրների մասն է, խնդրեմ սրա մասին։ Բայց դոկտոր ջան, ուզում եմ նշեմ, որ հենց այսպիսի հաղորդումները, հենց մեր լուսավորչական աշխատանքները օգնում են, որպեսզի բժշկի սենյակից զատ մենք կրթենք պացիենտներին, որ իրոք այդ կապերը, որոնք որ մեր համար մեր գլխում պարզ են, հստակ են, որ մենք իրանց համար էլ դա դարձնենք պարզ։ Դրա համար շատ ուրախ եմ, որ սկսել եք այս շարքը ու իրոք սա արդյունք տալու է։ Միանշանակ համամիտ եմ։ Որպեսզի հեշտ լինի, քննարկենք տղամարդկանց ու կանանց գործոնով պայմանավորված անպտղությունները կամ բեղմնավորման դժվարությունները։ Տղամարդկանց դեպքում ճարպակալման հետ կամ նյութափոխանակության խանգարումների հետ ասոցացված խնդիրներից կարանք համարենք օրինակ ցածր տեստոստերոնը։ Ինչի ցածր տեստոստերոն։ Այ հիմա եթե մի պացիենտ մեզ նայում է, ասի ինչ կապ ունի, տեստոստերոնը ինչի է իջնում ճարպակալման ժամանակ։ Եվ ահա դրան պատճառը կա ու այնա, որ ճարպային հյուսվածքը իրականում ինքը пассив հյուսվածք չի։ Ինքը նենց չի, որ մենք մտածում ենք, անդե կուտակված մի հատ ինչ-որ պահեստ է, հա, տենց չի։ Ինքը շատ ակտիվ հորմոնալ տարածք է, որտեղ որ կատարվում են շատ ակտիվ պրոցեսներ։ Պրոցեսներից մեկը ու ամենա ասենց գլխավորը, հա, որ տեստոստերոնը դառնում է էստրոգեն։ Ու այստեղ մենք ունենում ենք հենց իջնում է տեստոստերոն տղամարդու մոտ։ Այդ արոմատազա ֆերմենտն է այնտեղ ակտիվանում եւ ինչքան ճարպային հյուսվածքը ավելանում, այնքան մենք ունենում ենք տեստոստերոնի փոխանակություն դեպի էստրոգենի ուղղությամբ, որը բերում է բնականաբար տղամարդկանց մոտ վերարտադրողական եւ սեռական խնդիրների առաջացում։ Լիբիդոյի անկման, էրեկցիայի թուլության, հա, եւ սպերմատոգենեզի իհարկե խնդիրների։ Այո, այսինքն սերմնագոյացման, հենց սերմի որակի վատացման։ Իսկ կանանց պարագայում? Կանանց պարագայում այստեղ շատ մեծ դեր ունի պոլիկիստոզ վրանների համախտանիշը։ Նյութափոխանակության խանգարումները սովորաբար այս համախտանիշի հետ ուղեկցվում են։ Իհարկե կան դեպքեր, երբ որ պոլիկիստոզ վրանների համախտանիշը ուղեկցվում է նորմալ քաշի դեպքում եւս, սակայն հիմնականում մեծ մասը պոլիկիստոզ վրանների համախտանիշի դա հավելյալ քաշով կամ ճարպակալումով կամ ինսուլին ռեզիստենտականության հետ ուղեկցվող դեպքերն են։ Այս դեպքում ունենում ենք անկանոն դաշտանային ցիկլ եւ ունենում
նկատում ենք այստեղ անդրոգենների, այսինքն արական հորմոնների գերակտիվություն։ Այստեղ մեխանիզմները մի քիչ այլ են, պոլիկիստոզվարների համախտանիշ մի հատ լրիվ այլ sense խորանալու տեղ է, հա, մի քիչ մեխանիզմները այլ են, բայց փաստը մնում է փաստ, որ սա եւս կարող է լինել բեղմնավորման դժվարություններից մեկը։ Այսինքն օրինակ, եթե կնոջ մոտ ախտորոշվել է պոլիկիստոզվարների համախտանիշ, դա դատավճիռ չի բնականաբար, բայց ինչն է կարևոր, որպեսզի այդ նյութափոխանակությունը կինը փորձի պահել նորմայի մեջ։ Հորմոնները ազդում են մեր հոգեհուզական ոլորտի վրա։ Ինչ վիճակում է լինում ճարպակալման տառապող պացիենտի հոգեհուզական ոլորտը, ես կարող եմ նշել, որ բավականին խոցված, երբ որ արդեն դիմում են սեքսոլոգի, այսինքն ինքնավստահությունն է նվազած լինում, բավականին ստրեսային են լինում, դեպրեսիվ նաև, ու բնականաբար այս ամեն ինչը խանգարում է բուժման նորմալ ընթացքին։ Ցավոք սրտի, օրինակ դպրոցներում եւս մենք ականատես ենք լինում, որ հավելյալ քաշով երեխեքին ավելի շատ են ենթարկում ծաղրի, առանձնացնում են, ու այդ անգամ կան մեծ հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ հենց այդ երեխեքի դպրոցում դասերի անկալունակությունը նվազած է, որովհետև անընդհատ ենթարկվում են հոգեբանական ճնշումների։ Այդ երեխաների մոտ, մեծ հասակների մոտ, դա ինչպես նշեցիք, այդ բոլոր գործոնները կա։ Եթե դրան գումարվի հանկարծ օրինակ անպտղությունը կամ գումարվի գիշերային ապնոեն, քնի ապնոեն, այսինքն օրինակ եթե գիշերը մարդ չկարանա անգամ նորմալ որակով քուն ստանա, եթե բարձր զարկերակային ճնշումը լինի, եթե այլ բարդություններ լինեն ճարպակալման, միանշանակ ուղիղ կերպով ազդում է ճարպակալման վրա։ Ու էլի հետազոտություններն էլ փաստում են, որ դեպրեսիաների հավանականությունը ավելի բարձր է լինում, ու այստեղ կարևոր է նաև խոսել ծննդային վարկի խանգարումների մասին եւս, որովհետեւ ծննդային վարկի խանգարումներն էլ որպես ինքնին համ պատճառ են ճարպակալման, համ էլ հակառակը ճարպակալումից հետո առաջացած եւս օրինակ։ Ու այստեղ շատ կարևոր է խոսել նաև քնի հիգիենայի մասին, որը բավականին տուժում է ճարպակալման հիվանդների մոտ։ Օրինակ ես վերջերս ունեցել եմ պացիենտ, ով ուներ բավականին լուրջ շնչական խնդիրներ, քնի գիշերային ապնոյ, դրանով պայմանավորված արդեն իսկ ճարպակալման խնդիր, եւ բնականաբար տուժել էր նաև սեռական ոլորտը։ Եվ այս պարագայում առաջին քայլը եղել է անել նախ քթի շնչական խնդիրների շտկում, որից հետո անդրադառնանք նոր մնացածին։ Եվ նման դեպքերը բավականին շատ են, ուղղակի պացիենտները արդեն չգիտեմ որտեղից դիմել, ու երբ որ բժիշկը ուղղորդում է անում, մտածում է թե գնաց այս մի բժշկի մոտ, հետո ուղեկցեցին այս մի բժշկի մոտ, բայց որպեսզի գրագետ արդյունք ստանանք, շատ կարևոր է գրագետ մոտեցումները։ Թիմային աշխատանքը։ Իսկ քնի խանգարումներով պացիենտները դուք փաստեք դրա մասին, բավականին շատ է։ Իհարկե։ Ու գուցե իրենք դաժե չնկատեն լրիվ ինչի մասն է խոսքը։ Այ հենց զրույցի ժամանակ օրինակ կարող է հարցնենք կնոջը կամ ամուսնուն հարցնենք, հա, կամ հենց գիշերը խրացնել է, ասում ենք ո՞նց է, հանգիստ է քնում։ Կարող է ինքը դες ասի, հա, հանգիստ եմ, էլի քնում, ոչ չեմ բողոքում, կամ սաղ կյանքս է սենց է եղել։ Բայց այդ չէ, օրինակ կինոսի չէ, բայց գիտեք ո՞նց է խրացնում օրինակ։ Պետք է փորձել հնարամիտ լինել այս հարցերում անընդհատ ինֆորմացիան հաճախ հարցերով անել ինֆորմացիա, որովհետև պացիենտը կարող է համակերպված լինի, որ ինչ որ մի գանգատի հետ, դու կամ օրինակ, չգիտեմ, նույն ծնկների ցավը ինչքան հաճախ է հանդիպում, բայց ինչքան շատ է հավանականությունը, որ եթե իրանք քաշը նվազեցնեն, այդ ծնկների ցավն է կլավանա, ողնաշարի ցավերն է կլավանա։ Բայց եկեք ասենք, որ նաև թթվասնաքաղցի ֆոնին նաև տուժում են նյարդային բջիջները, դրա համար նաև շատ դեպքերում այդ կենտրոնացման դժվարությունը եւ նույնիսկ հիշողության վատացում դրանք ցուցիչներ են, որ արդեն մենք ունենք բավականին լուրջ խնդիր։ Իրոք մենք երևի մեր գլխավոր մեսեջը պիտի լինի այն, որ չփնտրեն կախարդական ինչ-որ մի տեղահապ կամ ինչ-որ մի մեթոդ, որը որ կօգնի իրենց հաղթարել բոլոր խնդիրները, այլ քայլ առ քայլ գտնելով իրենց ճիշտ բժշկական թիմը, քայլ առ քայլ հաղթահարեն այն ինչը որ իրոք հաստատ հետո բոլոր այն պացիենտները, որոնք որ հաղթարում են, վերջում ասում են, հա, այս ինչ լավ եմ ինձ զգում։ Կյանքի որակը լրիվ ուրիշ է։ Դոկտոր ջան, կան որոշ ցուցանիշներ, որոնք երբ որ տեսնում անհատը կարող կողմնորոշվի, արդյոք կա
ավելորդ քաշի խնդիր, թե չէ, խոսքը միայն շերքի վրա կանգնած թվերը տեսնելու մասին չի, այլ որովայնի շրջագից կխնդրեմ սրա մասին։ Այո, մենք ունենք ճարպակալման ախտորոշման երկու մեթոդ։ Առաջինը դա մարմնի զանգվածի ինդեքսն է, որը որոշվում է մարմնի քաշի եւ հասակի քառակուսու հարաբերակցությամբ, եւ երկրորդը որովայնի շրջագծի երկարությունն է։ Տղամարդկանց մոտ այն պետք է լինի մինչև 94 սանտիմետր եւ կանանց մոտ պետք է լինի մինչև 80 սանտիմետր։ Կամ եթե այդ մարմնի զանգվածի ինդեքսը 30-ից բարձր է։ Թեպետ հիմա սրանք ուղղակի իրոք թվեր են։ Մենք նայում ենք պացիենտին իր գանգատներով, իր բարդություններով։ Օրինակ, եթե տեսեք, ասում եմ 30-ից բարձրը մարմնի զանգվածի ինդեքսի ճարպակալում է, բայց եթե կան ուղեկցող բարդություններ ու 27 եւ ավելի է, այդ դեպքում արդեն պետք է բուժումը սկսել։ Այսինքն թվեր են, որոնք որ մեզ օգնում են, բայց ամեն դեպքում աշխատում ենք անհատական։ Այսինքն, երբ որ պացիենտի մոտ արդեն ունենք որովայնի շրջագիծը 94 սանտիմետր եւ ավել, տղամարդկանց դեպքում դա կարող է խոսել, որ տեստոստերոն սկսվող կամ արդեն իսկ արկա տեստոստերոն դեֆիցիտի մասին է խոսքը, որը բնականաբար ավելի է խորացնելու։ Քանի որ տեստոստերոնը ինքը ընդհանրության գլխավոր հորմոններից է, ինչքան նորմայի մեջ է լինում, այնքան ընդհանրությունը ավելի լավ է լինում եւ ճարպակալման հավանականությունն է գնալով ավելի նվազում։ Երևի ոչ թե նվազում է, այլ առողջ մարդու մոտ պետքա լինի ճիշտ քանակի, այսպես ասած, ճարպակալումը քիչացնի։ Դեպքեր, որ ունենք ճարպակալում, բայց միևնույն ժամանակ տեստոստերոնը դեռ նորմայի մեջ է։ Համ այստեղ կարևոր է դերը եւ երկրորդն էլ իրոք անհատ է, մարդը ինդիվիդուալ է։ Այսինքն գուցեև միջև այդ ավելի բարձր է եղել տեստոստերոնը, գուցեև կամ գուցե ուրիշ թիրախային օրգաններ կան, որոնք որ կսկսեն առաջինը տուժել, հետո նենց չի, որ դրանից պացիենտը պետք է ասի չէ, լավ է տեստոստերոնս հանգիստ ապրեմ, մեկը բերելու է խնդրի։ Բայց այստեղ նաև նշեմ կանանց մոտ տեստոստերոնի մակարդակի մասին, որ եւս կանանց մոտ էլ է կարևոր, որ տեստոստերոնը լինի։ Մենք ասում ենք արական հորմոններ, իգական հորմոններ, բայց բոլորս գիտենք, որ կանանց մոտ էլ կան արական հորմոններ նորմայի մեջ պիտի լինեն եւ տղամարդկանց մոտ էլ կան իգական հորմոններ ամեն դեպքում ցածր մակարդակի, բայց կան։ Ու կանանց մոտ տեստոստերոնն էլ բերում է ուսենց էներգիայի, ուժի, լիբիդոյի բարձրացման, այսինքն էլի լավ բաներ ունի անող, լավ անելիքներ ունի։ Որպես սեքսոլոգ կարող եմ ասել, պարտադիր միանշանակ սեքսուալ խնդիրների առկայության դեպքում խոսքը ցանկության նվազման, օրգազմի խնդիրների դեպքում պարտադիր ստուգվում է սեռական հորմոնների մակարդակը։ Ու երբ որ նորմայից շեղումներ ենք տեսնում, բնականաբար փոխարինող թերապիա պարտադիր պետք է նշանակվի։ Դոկտոր ջան, եւ վերջում մեր խորհուրդը պացիենտներին, ինչ անենք, որպեսզի չունենանք ճարպակալման խնդիր հենց մանկական հասակից սկսած։ Նախ ուշադրություն դարձնենք ապրելակերպին, փորձենք օրական 30-ից 60 րոպե անել ֆիզիկական ակտիվություն։ Դա կարող է լինի սովորական քայլքը, ուղղակի քայլելը պետք է լինի այնպես, որ մի քիչ շունչը կտրվի, այսինքն շատ հանգիստ զբոսանք, շատ հանգիստ զբոսանք չլինի, մի քիչ արագացրած տեմպը։ Կարա լինի ուղղակի օրինակ ինչ որ մի տեսահոլովակի միջոցով ավարժություններ, պարեր, կապ չունի, բայց արվի 30-ից 60 րոպե ֆիզիկական ակտիվություն։ Մյուսը դա սննդակարգի վերանայումն է, որը պետք է իր մեջ շատ պարունակի բանջարեղեն, միս, մրգեր ու լավ բաներ ու ինչ չպարունակի ցանկալի է սատուրացված ճարպեր, այսինքն fast food-ը, շատ անորակ սնունդը, դրանք քչացնել, սահմանափակել, դարձնել եզակի երևույթներ, փորձել խուսափել քաղցր ըմպելիքներից, էս էլ է շատ կարևոր բան, որ ես կուզենամ իմանալ։ Եվ գազավորված եւ նաեւ եթե օրինակ տնական կամպոտ շաքարի մեծ պարունակությամբ։ Այդ երկու բանը, որ մարդիկ բոլորը անեն, ամենայն հավանականությամբ ճարպակալումը եւ հրաժարվել մնացած վնասակար սովորություններից։ Թող չսկսեն, եթե սկսել են հրաժարվեն վնասակար սովորություններից, մեկ էլ փորձեն հնարավորինս ապրել առանց ստրեսների։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ շատ։ Շարունակելի։